մարդերի դեմքին, մարդիկ, որոնք շատերը ընդհանրապես որևիցե կապ չեն ունեցել Տաշիրան համակարգի հետ, բայց ներսում այն աստիճան կրակաբորբոքված, երևի օգնածությունը շատ է, մարդիկ շատ են օգնել այսօրվա վիճակից, փոփոխության կարիք ունեն, իսկ Սամվելի անձը իր անցյալը ցույց է տալիս, որ հաստատ հետագայում չեն առնչվելու ոչ կաշառքի հետ, ոչ թալանի հետ, ոչ պետական պետության ունեցվածքը գործնելու հետ։ Պարոն Բաղդասարյան, տեսեք, ասում են, որ հավանական է իշխանությունները Մոլդովայի սցենարով կանխեն այս կուսակցության մուտքը ընտրական պրոցեսների եւ այլն։ Դուք ինչպես եք պատկերացնում իրավիճակի հաղթահարումը այս տեսանկյունից։ Դե, տեսեք, քանի որ մենք գործ ունենք բարոյականության հետ խնդիր ունեցող իշխանության հետ կազմը, նրանցից ամեն ինչ կարելի է սպասել, նրանց համար խնդիր չի, ես չեմ բացառում, որ նույնիսկ ասենք այս ընթացքում մինչև 117 օրը լրանալը հասցնեն նույնիսկ մեր կուսակցության մեջ ներդնեն իրենց, այսպես ասած, այդ փոքրիկ ուսապարկերի ֆիլիալներին, որոնք հետագայում ոնց լսեցիք տարբեր տեսակի հեռախոսային խոսակցություններում մեկը մյուսին կաշառքներ կառաջարկեն, խոստումներ կտան, որպեսզի փորձեն արգելակել։ Մի բան հաստատ է, Սամվելի կողմնակիցները ոչ կաշառք տալու, ոչ ձայնա գնելու, ոչ որևիցե մեկին ինչ որ շահագրգռելու կարիք չունի, որովհետև ժողովուրդն ինքն է շահագրգռված այսօր իշխանությունը փոխելու եւ ժողովուրդն ինքն է պատրաստ վճարել ամեն ինչի համար, միայն այս իշխանությունը այլևս չվերարտադրվի։ Հասկանալի է, շնորհակալություն։